Պարոն Սաղաթելյան, ոնց կգնահատեք քարոզարշավը, որը մոտենում է արդեն ավարտին ձեր մասով։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունը ամբողջ քարոզարշավի ընթացքում, իհարկե դրանից առաջ էլ ակնհայտ դիմում է ապօրինությունների եւ ամեն կերպ խոչընդոտում է ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը, փորձելով նաեւ ըստ էության կազմալուծել մեր նախընտրական քարոզարշավի ընթացքը եւ գրասենյակները։ Անընդհատ խոզարկություններ, ապօրինի քայլեր, գործողություններ մեր ամբողջ Հայաստանի տարածքում մեր նախընտրական շտաբի պատասխանատուներին, ակտիվիստներին, աջակիցներին, ինչ-որ հիմար պատրվակներով հրավիրում են ոստիկանություն, հարցաքննություն, փորձում են վախեցնել, փորձում են ահաբեկել, դրան զուգահեռ 2 օր օրինակ աշտարակի մեր գրասենյակում խոզարկություններ, ձերբակալություններ, ու սա տեղի է ունենում ոչ միայն մեր քաղաքական միավորի, այլ տեսնում ենք այլ քաղաքական ուժերի գրասենյակներում եւս։ Սրան զուգահեռ, այսինքն որտեղ կարողանում են խոզարկում են, գործ են սարքում, բռնում են, որտեղ էլ չի, արդեն բռունցքների են դիմում, դուք տեսնում եք նաեւ պարբերաբար ԿՊԱ-ական այդ բաշիբոզուկ լակոտները, ովքեր հովանավորում են այս իշխանության կողմից ու դրա պատասխանատվությունը անձամբ կրում է Նիկոլ Փաշինյանը ու նաեւ ուժային կառույցները, ովքեր որևէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկում այս ուղղությամբ ու իրենց լռությամբ ըստ էության խրախուսում են մեր երկրում անօրինականությունը, բեսպրիձել ու այս քաոսի ատելության մթնոլորտ։ Այսա ընդհանուր ձեր աջակցին ծեծի ենթարկելու մասին մամուլում հրապարակումներ եղան, արդյոք կհաստատեք եւ ինչ դեպքի մասին է խոսքը, արդյոք քաղաքական, այսպես ասած, հողի վրա է եղել եւ ինչ միջադեպի մասին է խոսքը, դա ենթատեքստ ունի Ես կարող եմ ընդհանրապես արձանագրել, որ այն անձը, ով Հայաստան դաշինքի աջակից է, ԿՊԱ-ական մի ոհմակ հարձակվել է իր վրա, այդ թվում նաեւ որքան տեղյակ եմ, Պատգամորի թեկնածու կամ նրանց հարազատները, քաղաքապետի եւ այլ, այսինքն փաստը սա է, հիմա մի մասն ասում է քաղաքական հողի վրա է, մի մասն ասում է կենցաղային հողի վրա, չգիտեմ, բայց օրը ցերեկով մի խումբ ԿՊԱ-ականներ հարձակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, ընդհանրապես դա կապ չունի, որ քաղաքական միավորի աջակից է ու չկա դատապարտում ԿՊ-ի կողմից, ընդհակառակ իմիջիայլոց տեսա մի հատ այդ Գյումրիի չստացված մի հատ քաղաքապետի թեկնածուն էր, հպարտանում է ինչ-որ որ մարդ են ծեծում էլի, ասենք որ ինքը իշխանություն չլինի, չգիտեմ, Վահան Հովհաննիսյանից ավելի լավ ձևակերպում իհարկե չեմ կարող անել ինչ օրը կընկնի, բայց հպարտանում է ինչ-որ փողոցում մարդ են ծեծում, վերջը դուք պետություն եք, իշխանություն եք, թե փողոցի խուժաններ եք։ Իրանք համատարած իրենց սպանում են խուժանի պես, ես կարծում եմ այս ամեն ինչի գնահատականը մեր ժողովուրդը ամսի 7-ին կտա։ Հիմա արդյոք դեպքը դա ուներ քաղաքական որևէ շարժառիթ եղել է այդ վեճի, թե կենցաղային օրինակ ձեր աջակիցի ինչ է պատմում եւ արդյոք ոստիկանությունը զբաղվում է կամ չգիտեմ քննչականում արդեն գործ կա։ Ես որքան գիտեմ մինչեւ հիմա չկա, այդ անձը հայտարարություն է արել, վիդեո արել, լայվ է արել, ներկայացրել է, հետեւաբար այդքանը բավարար է, որպեսզի ոստիկանությունը դիմի համապատասխան քայլերի։ Եթե այլ պարագայում այդ նույնը արած լիներ ընդդիմության որևէ ներկայացուցիչ, հիմա այդ մարդուն, իր ընտանիքին, հարազատներին, եթե որևէ կուսակցություն լիներ, այդ կուսակցությունից էլ եւս մի 50 հոգի հետը փագել էին։ Բայց քանի որ իշխանությանը սպասարկում չեն դատապարտում, օրենքով պատասխանատվության չեն կանչում, քիչ չի, մի հատ էլ խրախուսում են։ Պարոն Սաղաթելյան, դուք ասեցիք, իրենք պահում են իրենց խուժանի պես, ինչու են այդպես դրսևորում իրենց ըստ ձեզ։ Իրենք ըստ էության դա ունի շատ հստակ նպատակ։ Դրանով ուզում են ցույց տալ, որ իբր իրենց դեմ խաղ չկա, տեսեք ինչ կուզենք կանենք, ու սրանով ուզում են ուղերձ տալ նաև հանրությանը, որ նույնիսկ պարտվելու դեպքում իշխանություն չենք տալու։ Ես էլ ասում գլուխներդ պատին եք տալու ու այն մթնոլորտը, որ փորձում են երկրում ստեղծել քաոսի, բեսպրիձելի, տանել անիշխանության, նոր ինչ-որ անկայուն իրավիճակների, դա մենք թույլ չենք տալու։ Նախ առաջինը սադրանքների չենք տրվելու եւ երկրորդը պաշտպանելու ենք մեր ժողովրդի քվեն եւ այդ մթնոլորտը թույլ չենք տալու, որպեսզի շարունակվի եւ ընդլայնվի։ Իրենք դրանով ընդհանրապես ուզում են ցույց տալ, որ մեր դեմ խաղ չկա, բայց մոռանում են։ Այտենց ասողներ շատ են եղել ու հիմա որտեղ են։ Պարոն Սաղաթելյան,
Տեղեկություն տարածվեց, որ Պաշտպանության նախարարությունից քաղաքական հայացքների համար 200 անձ է ազատվել աշխատանքից։ Հարցակումներ եղան եւ ձեր աջակիցների նկատմամբ եւ ուժեղ Հայաստանի աջակիցների նկատմամբ, ինչ եք կարծում այս վախի մթնոլորտը, այս աշխատանքից հեռացումները, այդ վարչական ռեսուրսի ակտիվ կիրառումը ինչ որ կերպ կարող է անդրադառնալ ընտրությունների ելքի վրա։ Իրենք փորձում են, որպեսզի ամեն ինչ անեն, անդրադառնա, երբ որ կազմալուծում են ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների գործունեությունը։ Տեսեք, ցանկացած վերջապես նախընտրական շտաբների գործունեության իմաստը որն է, որպեսզի տեղերում իրականացնեն կազմակերպական քարոզչական աշխատանք։ Այս մարդիկ ցանկացած գրասենյակում, եթե թուղթ ու գրիչ գտան, գործը պատրաստ է սարքելու։ Հիմա նույն այդ աշտարակի ձայնագրությունը, որ հրապարակել են, Աշոտ Սիմոնյանի անունն են տալի, ինչ որ կտրելի կպցրել են։ Մարդը ասում է, որ Աշոտ Սիմոնյանը օգնել է ստեղ հա չէ, այդտեղ ամենակարևորը, ասում է օգնել է անցած անգամ էլ որ կառուցել ենք։ Խոսքը գիտեք ինչի մասին է, 2 տարի առաջ այո Աշոտ Սիմոնյանը օգնել է, որպեսզի այդ գյուղում խաչքար կառուցեն։ Հիմա վերցնում են դա, կպցնում են ինչ-որ մի հատ բանի, գործ են սարքում, մտնում են մարդու տունը, ով չգիտի, որ Աշոտ Սիմոնյանը Դաշնակցության Գերագույն մարմնի նախագահն է, զբաղվում կուսակցության ողջ կազմակերպական գործերով, բայց պատրվակ են գտնում, որպեսզի մտնեն տունը, խուզարկեն, ինչ-որ բան գտնեն կամ լկտիաբար հեռախոս են արգրավում։ Ինչ-որ տեղից ինչ-որ բան գտնելու, չեն գտնելու։ Հիմա գիտեք ինչ է, ժամանակին, եթե մարդկս գրպանը պլան էին գցում, որ բռնեին, հիմա սրանք հեղաշրջման պլան են գցում։ Իմիջիայլոց մենք նկատում ենք, որ սենց փորձում են այդ դաշտ տեղափոխեն, ոնց որ ժամանակին Սրբազանի մոտ են գցել, մնացել են տակը, հիմա մեր պատկերացմամբ ու դրա բավարար նաև տեղեկություն կա, որ փորձում են այդ ճանապարհով մեր գրասենյակներում ինչ-որ բան գնեն գցեն, որ հետո գան այդ բաներով բռնեն, բայց չեն հասկանում, շատ ճղճում են ու շատ կանխատեսելի է, էլի։ Շատ կանխատեսելի են, այսինքն որ հիմա մտնում են մերոնցից մեկի տունը խուզարկելու, ինչքան սպասում են, գիտեք, ամեն օր բոլորին ամոթ է, այսինքն այդ բաների վրա մի օր ռեսուրս բա։